Պարոն Խաչատրյան, դուք արդյոք այս կոչով ակնարկում եք, ուղղում եք Սամվել Կարապետյանին, Արման Թաթոյանին, որի գիտությունը ընդունեն, թե 21-ին ինչ ա եղել։ Ես կարծում եմ, գոնե Սամվել Կարապետյանը շատ ավելի մեծ ընտրազանգված ունի, քան թե փոքր կուսակցությունները, որոնք ստացել են օրինակ 12,000 քան։ Սամվել Կարապետյանին դա վստահաբար չի վերաբերվում, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ ինքը բավականին մեծ ընտրազանգված ունի։ Արման Թաթոյանը պետք է ինքը որոշի ոնց է գնալ, այս չունեմ, ինքը հայտարարել է, թող ունենա, տեսնենք վերջին ինչ ա լինելու, բայց ամեն դեպքում ես բոլորին եմ դա հիշեցնում։ Եվ Կարապետյանների մերժումը ինչպես ընդունեց Հայաստան դաշինքը, Նարեկ Կարապետյանը ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի նշեց, որ չկա Քոչարյանը այն ցանկում, որոնց հետ իրենք կմիավորվեն։ Չկա, ընդունեց գիտություն։ Խաչատրյան, ինչ հետևություն։ Բայց դուք ուզում եք, որ ես մեկնաբանեմ Նարեկ Կարապետյանի խոսքերը, Նարեկ Կարապետյանը կարծում եմ մամուլի առաջ բաց է եւ բոլոր հարցերին։ Լավ, հասկացա, չի ուզում առանձին կանել, մենք էլ առանձին կանենք։ Մենք էլ դաշնատների հետ կամավորվածություն չի բացառում։ Մենք նայեք, ես Նարեկ Կարապետյանի խոսքերը կարող մեկնաբանելու իրավունքը Նարեկ Կարապետյանինն է կամ իր նշանակած մարդուն։ Մենք այսօրվա դրությամբ Հայաստան դաշինքը դա ընդունել է գիտություն։ Հետևություններ արել եք, ինչու Կարապետյանները չեն ուզում Հայաստան դաշինքը։ Պարոն Խաչատրյան, իրանք առանձին քաղաքական ուժի հետ են ներկայացնում։ Չի Ռոբերտ Քոչարյանը նշում էր, որ կանցնեն երեքով Քոչարյանը Փաշինյանը։ Նախընտրականի մասին է խոսքը գնում։ Այո, դա ընդունեցի, բայց ենթընտրական զարգացումները ես կարծում եմ, որ կկրկնվի Գյումրիի սցենարը, որովհետև Փաշինյանին չսիրողներն ավելի շատ են, քան սիրողները։ Առանձին կներկայանաք, հետո ժողովրդին սկզբից կասեք, ինչպես Գյումրիում էր, չէ, մենք չենք միավորվելու եւ վերջին պայն ժողովրդին անապահով։ Գյումրիի ընտրություններին նախորդ ինքդ ես Գյումրիս գալի ինձ ես ասում, այնտեղ հայտա գոնե ուժերից մեկը ասել էր, եթե ես պատրաստ եմ իմ ձայները տալ նրան անդիմադիրներից, ով ամենաշատ ձայնը ավակի եւ դրա մասին նաեւ նախագահ Քոչարյանն խոսեց իր վերջի ասում։ Եվ պարոն Խաչատրյան, դաշնակցությունը որոշում ունի Քոչարյանի հետ շարունակելու է թե ոչ։ Ես կարծում եմ այդ հարցը պետք է դնեմ իմ Facebook-յան էջին, այն ping message-ի նման։ Դաշնակցությունը ընտրություններին մասնակցելու հարցը, մասնակցելու ձևաչափը որոշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովում, մինչև Գերագույն ժողովի հրավիրումը եւ որոշում կայացնելը որևէ մեկը ոչ թե չի կարող, որովհետեւ արգելված է որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչա լինել։ Անկասկած, նույնը եղավ 21 թվականին։ Հաստատորոշում չկա։ Իսկ որոշումը կուսակցությունը կհասնի, չէ՞։ Կուսակցության որոշումը կհասնում է ժողովի ժամանակ։ Պարոն Խաչատրյան, Մոլդովայի օրինակը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն էլ ակնարկեց իր հարցազրույցում, որ այսպես կարող են փորձել, իհարկե դրսի ընտրողների մասով խնդիր կա, բայց երբ Փաշինյանը այստեղ խորհրդանի ամբիոնից կուսակցություններ փակելու մասին է ակնարկում եւ այլն, այս սցենարը որքանով է իրատեսական համարում, Հայաստանում կարող է դա կիրառվել եւ ինչ պետք է անի ընդդիմությունը։ Պատահական չէ Նարեկ Բաբայանի հարցը։ Այո։ Պատահական չէ, այսինքն սանով ինքը Նիկոլ Փաշինյանին քաղաքական հայտարարություն անելու հնարավորություն տվեց։ Եվ քաղաքական հայտարարությունը այն էր, որ այս իշխանությունները չեն խորշելու որոշ կուսակցությունների թույլ չտալ մասնակցել ընտրությունների, օրինակ 1995 թվականի հուլիսի 8-ին դաշնակցությունը թույլ չէր տրվել մասնակցել եւ նաեւ սին դաշնակցություն բլոկ է ձևավորվել, իրանց թույլ չտրվեց, մեզ եւ սին։ Իսկ դաշնակցության հարցում ես կարծում եմ իրանք հիմա դոսիե են հավաքում, որպեսզի դաշնակցության գործունեությունը միայն դաշնակցության դեպքում կլինի, որտեղ խոսակցություններ կան, որ օրինակ մեր ձևովը եթե դառնա քաղաքական պարզապես չգրանցեն։ Ես դաշնակցության մասին եմ ասում, իր եւ իր կուսակիցների հայտարարությունները հստակ է, որ իրանք այդ հարցում առնվազն ջանքեր թափում են, որ կարողա չգրանցեն, չեն բացառում նաեւ դա։